Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Շնորհակալություն եմ հայտնում բոլորին այստեղ գտնվելու համար, որովհետև այս աստիճանի խոշոր միջոցառումները շատ կարևոր են քաղաքացիների զայնը տեղ հասցնելու համար եւ բարձրացնելու մեր օրերում ամենակարևոր հարցերից մեկը քաղաքականների արկայությունը Հայաստանի Հանրապետությունում։ Շատ համառոտ եմ անդրադառնալու նախ եւ առաջ այստեղ գտնվելով անձամբ ես որևէ ակնկալիք չունեմ մեր դիմացի հիմնարկից որևէ պատասխան ստանալու։ Ես եկել եմ այստեղ խոսք հնչեցնելու, որը կարծում եմ բոլորիս միասնական կարծիք է։ Ինչի չեմ ակնկալում պատասխան, որովհետև մենք գործ չունենք տարբեր պաշտոնատար անձանց կողմից սպառվելու, օրենքի չիմացության, հարկադրված եղանակով շատ հաճախ այդպես ենք խոսում, ոչինչ չենք կարողանել ստիպված պատվերներ կատարել, ոչ, մենք չունենք այդպիսի իրավիճակ, մենք գործ ունենք հետևողական եւ չարամիտ դիտավորությամբ տարբեր խմբի անձանց քաղաքական հետապնդումների ենթարկելու համակարգված գործողությունների դեմ, որին մասնակցում են մեր իրավապահ մարմինները, ինչքան էլ որ ցավոտային համար արձանագրել որպես էկոլոգիոս զբաղվող անձները դադարել են այլևս Հայաստանի Հանրապետությունում օրենքը եւ իրավունքը պաշտպանելուց եւ պաշտպանում են բացառապես առանձին խմբի քաղաքական նպատակները իշխանությունը պահելը։ Երբ որ խոսում ենք քաղաքական հետապնդումների մասին, սովորաբար որ այլ պետություններում էլ կարող է լինել, չենք խոսում միայն քաղաքական հակառակորդների հետապնդելու եւ ճնշելու մասին, այսինքն մենք չենք խոսում իշխանության պայքարի շուրջ ինչ-որ հարցեր լուծելու, թեկուզ ապօրինի եղանակով լուծելու, անձանց չեզոքացնելու, մեկուսացնելու, այն խումբ անձանց, ովքեր օրինակ ձգտում են գալ եւ դառնալ իշխանություն։ Ոչ, մենք խոսում ենք այն անձանց մասին, որոնց մեծամասնությունը չի զբաղվում քաղաքական գործունեությամբ, բայց իր ձայնը բարձրացնում այն բոլոր անարդարությունների դեմ, որ տեղի ունենում մեր պետությունում, իր ձայնը բարձրացնում մեր պետականության հետևողականորեն կազմաքանդման ուղղված գործողությունների դեմ, եւ իր ձայնը բարձրացնում այն իշխանությունների դեմ, ովքեր իրենց իշխանությունը պահպանելու համար պատրաստ են վճարել ցանկացած գին, այդ թվում պետականության կործանում։ Եվ բոլոր այս անձինք իրենց ձայնը բարձրացնելու համար, իրենց դժգոհությունը արտահայտելու համար ենթարկվում են ամենատգեղ, ամենակոպիտ, ամենաանբարոյական քաղաքական հետապնդումներին, զրկված լինելով իրենց ազատությունից, զրկված լինելով իրենց ընտանիքներից, զրկված լինելով իրենց հարազատների նվազագույն կենսական պայմաններն ապահովելու հնարավորությունից, ամիսներով, տարիներով գտնվում են ազատազրկման վայրերում, երբեմն նաև վերջիններիս ազատազրկումը փոխարինում ականային կառույցով, որ օգնիկ քաղաքականներ որպես արձանագրվում են, բայց երբեմն պետքա ականային կառույցը նույնպես ազատազրկվում է, ցանկացած տեսակի իրավունքների սահմանափակումը նույնպես ազատության զրկումը եւ միտվածը բոլոր այս անձանց լրացնելու, որպեսզի ոչ մեկը իր ակար ձայնը չկարողանա բարձրացնել իշխանությունների գործողությունների դեմ։ Շատ հաճախ նաև բոլոր տեսակի քարոզիչներ եւ գործիչները փորձում են հասարակությանը մոլորեցնել, կատարելով այսպիսի պնդում. անձը չի կարող լինել քաղաքական բանտարկյալ, որտեղ այս անձը չի զբաղվում քաղաքական գործունեությամբ, չի մասնակցում ընտրությունների, որևէ կուսակցության անդամ չի եւ այլն։ Շատ հստակ պետք է արձանագրենք, քիչ առաջ հնչեց Եղկով 1900 բանաձևը ուղղակի նախատեսում է այն բոլոր դեպքերը, որոնց արկայության պարագայում անձը կարող է համարվել քաղաքական, եթե ամփոփելու լինենք, անձի իրավունքների ցանկացած սահմանափակում, որի շարժառիթը քաղաքական է, անձին դարձնում է քաղաքական հետապնդման ենթարկվող եւ քաղաքական բանդակյալ, եթե անձը ազատազրկված է։ Ցանկացած պարագայում, երբ որ մենք տեսնում ենք խտրական վերաբերմունք այս կամ այն գործի նկատմամբ, նույնիսկ եթե առերևույթ գործ ունենք իրավախախտման հետ, եւ եթե այդպիսի տարբերակված խտրական մոտեցումը էլի պայմանավորված է քաղաքական շարժառիթով, մենք գործ ունենք քաղաքական հետապնդման հետ։ Հետևաբար բոլորի թողնորում եմ այդ ինֆորմացիան շատ լավ տիրապետել, ցանկացած հարցադրման պարագայում դա կլինի լրագրողների գործունեությունը, որը շատ կարևոր է մեր օրերում։ Բոլոր այն անձինք, ովքեր որևէ անգամ արտահայտեն միտք, որ անձը քաղաքական հետապնդման չի կարող ենթարկվել, որտեղ քաղաքականությամբ չի զբաղվում, միանգամից արձանագրեք, որ նա սուտ է խոսում եւ փորձում է ձեզ մոլորեցնել, որտեղ ցանկացած անձ, ով չլինելով կուսակցական անդամ, չլինելով ընտրությունների մասնակցող անձ, չլինելով քաղաքական որևէ հավակնություն ունեցող անձ,
իր դժգոհությունն ներկայացնում, իր քննադատությունն ներկայացնում իշխանությունների գործողությունների նկատմամբ եւ այդ ձայնը լրացվելու համար էլ պատժվում է, հետապնդումների ենթարկվում, քաղաքական հետապնդումների զոհ է եւ քաղաքական բանտարկյալ է, եթե ազատությունը սահմանափակված է։ Եվ ամփոփելով նաև ուզում եմ ասել, որ շատ կարևոր է յուրաքանչյուր քաղաքապետարանի անունը հնչեցնելը, մենք այսօր տեսնում ենք գրեթե բոլորի, բայց ոչ սպառիչ ցանկով լուսանկարները այստեղ, իրականում շատ հաճախ իրավապաշտպանները նույնպես փորձում են այդ թիվը այն ինտենսիվությամբ այս գործողությունները կատարվում։ Ոչ միայն կարևոր է յուրաքանչյուրի դեպքը ֆիքսել, բարձրաձայնել եւ յուրաքանչյուրի անունը տալ, պաշտպանել նրա շրջապատին, ընտանիքին, հարազատներին, տալ իրավական, նյութական, հոգեբանական աջակցություն, այլև կարևոր է այդ ամեն ինչը կատարել համակարգված, որովհետև քաղաքական հետապնդումների հաջողությունը նաև պայմանավորված է դրանով, որ առանձին անձանց հետապնդելով, բռնելով, բաց թողնելով, մարդկանց ջանքերը կենտրոնացնելով կոնկրետ անձի վերաբերյալ, այդ ամեն ինչը հաջողությամբ իրականացնում են, որովհետև տրոհում են հակազդեցության բոլոր ուժերը եւ կարողանում են առանձին անձանց բարբերաբար ենթարկել ամենակոշտ հետապնդումների իրավունքների սահմանափակումով դրա համար ամփոփել կարևոր է ոչ միայն յուրաքանչյուրի անհատական շահերի պաշտպանությունը, կարևոր է ոչ միայն յուրաքանչյուրի իրավական պաշտպանությունը դատարաններում, այլև կարևոր է այդ ամեն ինչը կատարել համակարգված եւ ես հույս ունեմ, որ այսօրվա միջոցառումը եւ սրան շարունակող միջոցառումները նույնպես հիմք կստեղծեն հանրային քաղաքական դիրույթում ի վերջո այդքան շատ քննարկված միասնական հարթակի ստեղծմանը բոլոր քաղաքապետարների իրավունքների պաշտպանության հարցում եւ առաջիկայում էլ կարծում եմ հնարավորություն մենք ունենալու ենք հասկանալ թե ինչ եղանակով են կարողանալու ջանքերը համատեղել բոլոր իրավապաշտպաններով, մարդու իրավունքների պաշտպանությամբ հետաքրքրված բոլոր լրագրողներով, բոլոր հասարակական քաղաքական գործիչների համատեղ ջանքերով այս աշխատանքը պետք է իրականացվել հակառակ պարագայումս հետապնդումները ավելի են հասկանալու, ինչը բերելու է մեր պետության համար անդառնալի հետևանքների, ուստի այո կոչ եմ անում այս պայծ սկսած դեպս պատմել արդեն ուշացած է սկսել ինտենսիվ շփումները, քննարկումները բոլոր տեսակի քաղաքական ռեպրեսիաների դեմ առնելու համար։